Այսօր օգոստոսի 22-ն է, օրը երկուշաբթի, եթերում Խոստուտ հեռուստաընկերության կապանուն լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իրանական IRIB News կայքի տեղեկություններով նրանք քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես Ահմադինեջադն ասել է, որ անթույլատրելի է Արևմուտքի միջամտությունը տարածաշրջանային ճգնաժամերին։ Ժողովրդավարությունը, ազատությունն, արդարությունը ժողովրդի իրավունքն է, սակայն հեգեմոն երկրների կողմից այս գործոնի օգտագործումը տարածաշրջանային գործընթացներին միջամտելու համար միայն վատացնում է իրավիճակը, ասել է Ահմադինեջադը։ Նա հաստատել է Թուրքիայի հետ տարածաշրջանում արդարության ու ժողովրդավարության հաստատման համար համագործակցության պատրաստակամություն։ Թողարկման հիմնական լուրերի մասին նախ համառոտ։ Սյունիքի մարզի ուսումնական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան, հստահեցնում են պատասխանատուները։ Մարզից 90 տնօրեններ դիմել են, վերապատրաստվել են, 30 մանկավարժներ դիմել են, վերապատրաստվել են եւ մասնակցել են մրցույթ։ Ուսանողական ամառ 2011-ը Քաջարանում։ Նպատակը մեկն է համախմբել մեր համանքի երիտասարդությանը եւ կայացնել սպորտային, մշակութային միջոցառումներ։ Բնապահպանական խնդիր Նորաշենիքի վարչական տարածքում։ Գերել են խմել, լավ են արել։ Իրանց այդ աղբոտ անեն համապատասխան աղբարկներ կան, անեն համապատասխան աղբարկներ ընդհատեն։ Մաքուր եւ բարեկարգ համայնք ունենալու հարցում շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի գյուղի շրջակա միջավայրի նկատմամբ։ Այս հարցում բավարար չէ միայն համայնքի ղեկավարի կամ բնապահպան կառույցի հոգացությունը։ Բնության պահպանության մաքրության նկատմամբ բոլորի վերաբերմունքը պետք է սկզբունքորեն փոխվի։ Կապան Նորաշենիք ճանապարհահատվածի 14 կիլոմետրանոց հատվածի վրա բավականին ուղիղ ճանապարհայեզրին կենցաղային աղբ է թափվում։ Շոկ եղանակներն էլ նպաստում են, որպեսզի զարհուրելի գարշահոտություն տարածվի ճանապարհի շուրջ 1 կիլոմետր տարածքում եւ դրան հարող անտառներում։ Նորաշենիքի գյուղական համայնքի ղեկավար Ռոմա Ավանեսյանի խոսքով ճանապարհի այս հատվածում պարբերաբար մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Մեր ենթաշրջանի ճանապարհը կարելի է ասել մեր տարածաշրջանի ամենալավագույն ճանապարհներից մեկն է, ի շնորհիվ մեր ճանաչին վարչության վերջը սկսել մի 15 օր առաջ փոստային վերանորոգում են կատարել եւ պարբերաբար մաքրում է, ասենք ճանապարհային հատվածները։ Բայց այս նմանատիպ անկարգ մարդկանց կողմից ճանապարհի եզրերը հենց ուղիղ մեքենայից, ասենք, բանը մուսորը աղբը թափում են ճանապարհների եզրերին։ Ուղղակի հարմար առիթ է, ես ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը, նախ շնորհակալություն ձեր հեռուստաընկերությանը, որ աջակցում եք նմանատիպ այդ միջոցառումները կարգավորելու համար։ Ես դիմում եմ մեր ազգաբնակչությանը, խոսքս վերաբերում է նմանատիպ անկարգություններ կատարողներին։ Գերել են խմել, լավ են արել։ Իրանց այդ աղբոտ անեն համապատասխան աղբարկներ կան, անեն համապատասխան աղբարկներ ընդհատեն։ Չի կարելի նման երևույթը, իրանք ուտում են խմում, իրանց կերած խմածից հետո մարդիկ տհաճություն են ապրում, նայելով իրանց կատարած անկարգություններին։ Փաստորեն մեկ շաբաթ էլ չկա ինչ տարածքը մաքրել են, բայց գրեթե նույն պատկերն է նաև Ճամփեզրին կառուցված հուշաղբյուրի շրջակայքում։ Հուշաղբյուրի տարածքը պարբերաբար մաքրում է, որ ասենք չի մաքրվում, մի քանի օր առաջ տարածքը մաքրվել էր, 4-5 օրվա պատմություն է, ուղղակի անտանելի է, նայում ես չեմ հասկանում էլի, ինչպեսի մարդ պետք է լինի գա նստի, իր ուտի խմի, հետո էլ իր կերածը թողնի սեղանին ու գնա։ Վարչական տարածքում ես հայտարարում եմ նմանատիպ անկարգություն անողները պատժվելու են խստագույնս։ Վարչական տուժենք ենթարկելու միջին անգամ համապատասխան մարմինների են գնել։ Տարբեր առիթներով եւ բազմիցս անդրադարձել ենք բնության ու շրջակա միջավայրի մաքրության ու պահպանության խնդրին, նշելով, որ դա արվում է մեր բոլորիս համար, բայց արդյունքը հեռու է բավարար լինելուց։ Ռոմա Ավանեսյանը բազում ծրագրեր ունի այս գողտրի կանկյունը շենացնելու եւ գեղեցիկ հանգստյան գոտի դարձնելու համար, բայց առ այսօր նրան օգնելու փոխարեն խանգարում են։ Վերջինիս կոչն է մեր համակարգացիներին եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են այս ճանապարհի հետ։ Մի կեղտոտեք տարածքը, մաքուր պահենք մեր համայնքները։
Օգոստոսյան վերջին օրերի եռուզարը վկայում է այն մասին, որ մոտ է սեպտեմբերի 1-ը մարդկության ամենասիրելի տոնը, որ հռչակված է գիտելիքի օր։ Աշխատանքային գերլարվածություն է տիրում նաև Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում։ Եվս մեկ շաբաթ և կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Դպրոցներում կհնչի սեպտեմբեր 1-յան զանգը և կվերականգնվի ուսումնական եռուզեռը։ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանն այս օրերին ծանրաբեռնվածությամբ է աշխատում։ Տնօրենների ընդունելություն, ծնողների հետաքրքրասիրություն, ուսումնական գործընթացի կազմակերպում։ Չնայած առօրյա գերծանրաբեռնվածությանը, կրթության վարչության համար մեկ պատասխանատուն վստահ է։ Բոլոր դպրոցները պատրաստ են պատշաճ մակարդակով դիմավորելու սեպտեմբերի 1-ը։ Այս տարի մենք ունեցանք ոչ խնդիրներ, իհարկե այս խնդիրները սպային ընթացքի մեջ են, ինձ ամիջապես ասեմ, մենք խնդիր ունենք տեղի թիվ 1 դպրոցի հետ, որ գիտեք, որ դպրոցը վթարի է ընթարկվել, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի հետ խնդիրներ ունենք, խնդիր ունենք Սիսիանի թիվ 3 ավագ դպրոցի հետ, որտեղ երեխաները պարապմունքները պետք է անցկացնեն այլ դպրոցում շենքի վերանորոգման պատճառով։ Խնդիր ունենք Խնացող գյուղի դպրոցի վերանորոգման հետ, որ երեխաների կամ պետք է երկու հերթորին կամ ուսումնական process-ը պետք է իրականացնեն այլ կազմահաստատություններում։ Իհարկե տեղի թիվ 1 դպրոցի երեխաների մի մասը կսովորեն Արագույսի նորակառույց դպրոցում, իսկ մի մասը տարական մասը տեղ գյուղի հիվանդանոցի շենքում։ Ինչպես գիտեք, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերաբերյալ մենք հետևյալ որոշում ենք կայացրել։ Ավագ խումբը կգործի կամ թիվ 1-ում կամ թիվ 6-ում, միջին դպրոցը կամ թիվ 1 կամ թիվ 6-ում, դա պետք է որոշի տնօրենությունը։ Առանձին մասնաշենքը մենք հատկացնելու ենք, բոլոր պայմանները ստեղծել ենք, որ երեխաները նորմալ իրենց դասընթացները իրականացնեն։ Սա այն խանգարող պայմանները, որ աշակերտները պետք է ասենք խնդիրներ ունենան։ Մենք ունենք նաև մեկ լուրջ խնդիր, որ այս տարի բացում է ռուսական դասարաններ Կապանի թիվ 13 դպրոցում, աշխատանքները արդեն սկսված են, սենյակային պայմանները կլինեն, բոլոր լաբորատոր սարքավորումներով, բոլոր ուսումնանյութական պարագաներով, դիդակտիկ նյութերով, կարծում եմ սեպտեմբերի 1-ից պատրաստ կլինեն ռուսական դասարանները սկսելու, իսկ լավ համալրելու դեպքից հետո այնտեղ կբացի ռուսերեն գիմնազիա։ Ասեմ նաև նորությունը, որ թիվ 13 դպրոցի 1-ից 5-րդ դասարանում կիրականացվի խորացած ուսուցում։ Նա ռուսերեն խորացած ուսուցում, անկախ նա ինչ ազգի երեխա է եւ կարող են բոլորը այդպես, մի խոսքով ռուսաց լեզվի գրականության համար մեզ տեղեկացված պահանջարկը կա, արդեն ահագին ծնողները դիմել են, աշխատանքները կատարում են։ Սրանք մի քիչ ավելի շատ գլոբալ լուրջ խնդիրներ են։ Մյուս բոլոր դպրոցները պատրաստ են, կարծում եմ, եւ շենքային պայմաններով եւ բոլոր հարցերով կազմ պատրաստ են դասընթացները սկսելու համար։ Տնօրենները օգոստոսի 1-ից աշխատանք են եւ իրանց աշխատանքները կարելի ասել որ նորմալով իրականացնում են։ Կապանի համար 2 ավագ դպրոցի համար նոր շենք կկառուցվի։ Սա նախարարության որոշումն է։ Թիվ 2 դպրոցի շենքը խնդիր է դրվել, որ լրիվությամբ կառուցվի։ Կառուցի նույն տեղը, մի քիչ ավելի տեղափոխված ձևով եւ կարծում եմ 1 տարուց, չգիտեմ, 1-1.5 տարուց հետո լրիվ ասենք կազմ պատրաստ կգնան այդ նոր դպրոց։ Նույն է տեղի թիվ 2 դպրոցի համար, որտեղ այդ տեղի թիվ 1 դպրոցի համար գումար իջեցված է, նախաշիվը կա եւ շինական աշխատանքները պետք է սկսեն ավարտեն 1 տարի հետո։ Այս տարի մարզում չի գործի հավանաբար միայն 1 դպրոց, այն էլ աշակերտ չլինելու պատճառով։ Մենք մտավախություն ենք, որ կարող է դիցմայրի դպրոց այս տարի չգործի, որտեղ այս օրվա դրությամբ մնացել է 1 երեխա, այս 1 երեխան էլ տվյալ դպրոցում տվյալ գյուղի համայնքի երեխա չի, մտավախություն կա, որ երեխան կարող է տեղափոխել եւ դեպքում արդեն դպրոցը ինքնասպեկյան դառնում է փակված։ Մանկավարժական բարձրագույն կրթությամբ կադրերի պակաս Սյունիքի մարզը երբևէ չի ունեցել, հպարտությամբ հայտարարեց Լյուդվիգ Հարությունյանը։ Այս տարի եւս բացառություն չի լինի։ Այս տարի ուղիղ արդեն 9 ամիս է, որ գործում է նախարարության կողմից ընդունված նոր մրցութային կարգը, արդեն մենք մրցույթով ահագին մանկավարժներ Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանում ընդունել ենք եւ հիմա էլ մրցույթներ կհայտարարվեն դասարանների համար, օտալեզվի համար, պատմության համար, տարբեր տարածքներում, որտեղ ինչպիսի պահանջարկ ունի։ Բայց ասեմ, որ այս տարի մենք մանկավարժական կադրերի պակաս չունենք, նույնիսկ գյուղական դպրոցներում։ Մենք ունենք Տաթեում օտալեզվի դասատուի պահանջ, որը մրցույթ հայտարարել է, բայց որը ոչ մեկը չի դիմել։ Եթե որը մեկը ցանկանում է, ասենք, պաշտոնակատար աշխատելու կամ գնալ մրցույթի մասնակցելու, կարող է դիմել Տաթևի դպրոցի տնօրենությանը։ Նոր ուսումնական տարում ընդունելության նոր կարգ կգործի։ Առաջին դասարան աշակերտները ընդունում են 6 տարին լրացած
տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Եթե երեխան ծնվել է հունվարից հետո, ապա նա պետք է սպասի հաջորդ տարի, այսինքն 6 տարի եթե լրացած չի, նա դպրոց չի ընդունում։ Նոր կարգի մեջ մի նոր հետաքրքիր փոփոխություն կա, որ եթե Ռուսաստանից եկել են, ասենք այնտեղ 11-ամյա կրթություն է, մեզ մոտ 12-ամյա կրթություն, եթե եկել է մեր տարածք Հայաստանի Հանրապետություն, այդ երեխան պետք է 1 դասարան ցածր նստի։ Այսինքն, եթե այնտեղ եկել այսպեսին, ասենք 6-րդ դասարանի երեխա է, պետք է մեզ մոտ նստի 7-րդ դասարան։ Այսինքն, դեղից որ եկել է, որտեղ մեր 11-ամյա, մեզ մոտ 12-ամյա։ Այսինքն, ոչ թե 1 դասարան ցածր ներողություն, այլ 1 դասարան բարձր նստի։ Դասագրքերի խնդիրը այս տարի մի փոքր այլ է, կլինեն նոր դասագրքեր, որոնք դեռևս փորձաքննության փուլում են։ Որոշակի դասագրքեր փոփոխվելու է, իհարկե դրվել է փորձաքննության, ամենակարևորը առաջին դասարանի Մարինին պետք է նորից վերանայվի, հանրաշի 6-7 դասագրքի պետք է նայվի, հայոց լեզու գրականություն դասագրքերը վերանայվել է եւ նոր դասագրքեր արդեն մուտք գործեն դպրոցներ։ Ուղարկվել է, փորձաքննություն արվել է, տպարաններին ասվել է եւ ներկայացվել են դպրոցներին։ Այդ դասագրքերի համապատասխան գրականություն, չգիտեմ, լետրակներ եւ այլն պետք է գան նույն մակարդակին, ոչ թե ասենք այլ ճանապարհներով։ Դասագրքերի վարձավճարը չի ավելացել, դասագրքերի վարձավճարները գրված են նախարարության կողմից տարվա մեջ փոփոխություն է կատարվել, փոփոխված գալիս է դպրոց, պետք է դպրոցի ոնց են ասում, այն կարդացող մասը կախվի, գրադարանում պետք է հստակեցվի, պարզեցվի ու ծնողը իմանա, որ դասագրքի վճարը պետք է սեպտեմբեր-հոկտեմբերին ավարտեն։ Դա ժամանակին պետք է վճարեն, որ դպրոցը մյուս տարին ևս կարողանա դասագրքեր տանել։ Այդտեղում ևս ունենք խնդիրներ։ Մի շարք գյուղական դպրոցներ վարձավճարներում արդեն բանկային հաշվում դատարկի եւ հետագայից իրենք չեն կարող ստանալ համապատասխան քանակի գրքի, եթե չկարողանան այդ գումարները հավաքագրել։ Տարական դասանի դասագրքերը վճարովի չեն։ Բայց այնտեղ կա գրքեր 7-րդ դասանի ռուսաց լեզու, օտար լեզու գրքեր, որը համաշխարհային բանկի կողմից ստանում են որպես վարձավճարային դասագրքեր։ Իսկ կան գրքեր, Մարինիները, Այբենարանը եւ այլը դրանք վճարովի չեն։ Ինչ վերաբերում է տնօրենների ատեստավորման ու վերապատրաստման գործընթացին, ապա մարզից 90 տնօրեններ դիմել են, վերապատրաստվել են, 30 մանկավարժներ դիմել են, վերապատրաստվել են եւ մասնակցել են մրցույթի։ 90 տնօրենից 78 տնօրեններ մասնակցել են մրցույթի եւ դրական բալերը շեմը հաղթարել են, ասին գրավոր աշխատանքի փուլը անցել են, բանավորեն պատասխանել են եւ նրանք կմասնակցեն ըստ գրաֆիկով, ըստ խորհրդով տված հայտարարության մրցույթներին։ Մրցույթ կա, տնօրենի ցանկության դեպքում կարող է դիմել կամ իր դպրոցը կամ այլ դպրոց մասնակցելու տնօրենի ցանկոտերի մրցույթ։ Օգոստոսի 1-ից հետո տվյալ տնօրենները շարունակում են իրենց աշխատանքը, մինչև մրցույթ կայանալը։ Մրցույթ կան, ուրեմն միայն չեն կարող շարունակել իրենց աշխատանքը մրցույթից հետո այն տնօրենները, որոնք խորհրդով չեն կարող մասնակցել։ Այն տնօրենները, որոնք որ մրցույթին չեն մասնակցել կամ մասնակցել են անբավարար գնահատական են ստացած, շեմը չեն հաղթարել, նրանք արդեն դիմել են եւ աշխատում են պաշտոնակատար։ Ովքեր որ թոշակի տարիքին եւս պաշտոնակատար են աշխատում, մինչեւ մրցույթը կայանա։ Մրցույթ կայանալուց հետո ովքեր որ կհաղթեն, նրանք կարող են աշխատել որպես տնօրեն։ Լյուդվիգ Հարությունյանը չէր կարող նոր ուսումնական տարվա կապակցությամբ իր մաղթանքը չհղել աշակերտներին։ Սեպտեմբերի 1-ը դա ես համարում եմ դա երեխաների օր, համարում եմ դա մանկավարժի օր, ծնողների օր, դա չգիտեմ, դա մի այնպիսի օր է, որ երեխաները պետք է մտնեն դպրոց ոչ վախենալով, առաջին խաղաղություն եմ ցանկանում։ Իհարկե երկրորդ ցանկությունս մեր ժողովրդին առողջություն եմ ցանկանում եւ բարեկեցիկ կյանք եմ ցանկանում։ Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ մենք կհաղթարենք բոլոր դժվարությունները ու կամաց կգնանք այն հունով, ինչ որ ասենք մեր ժողովուրդը ցանկանում է։ Բոլորին առողջություն եմ ցանկանում, իրենց երեխաներին լավ կրթություն եմ ցանկանում, իհարկե դա բնական ծնողները եւս այսինքն ավելի շատ են շարժված երեխաների բարձր կրթություն, որտեղ կրթությունը միակն է, որ որոշում է մեր ազգի ապագան։ Ցանկանանք բոլոր այդ մանր-մունոր չլուծող հարցերը լուծվեն մեր կողմից, իսկ ծնողներին խնդրենք ու իրենց երեխաները մշտապես սիստեմատիկ հաճախեն դպրոց։ Եթե երեխան դպրոց չի հաճախում, ծնողի կամ երեխայի մեղքով, ապա մենք ունենք լուրջ դժվարություններ։ Այսօր ունենք հագին խնդիրներ չավարտած երեխաների կամ դպրոց չհաճախած երեխաների, որը պետք է լուծվի մոտ ակաբար։ Իդեպ տնօրենների խորհրդակցությունն այս տարի տեղի կունենա օգոստոսի 26-ին Կապանի մշակույթի կենտրոնում։ Ինչպես մարզի մի շարք դպրոցներ, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը նույնպես նորոգվում է։ Քոլեջի տնօրենությունը մտահոգ է, ինչպես եւ որտեղ են կազմակերպվելու ուսումնական գործընթացը։
Մայիս ամսից Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում մեկնարկել են վերանորոգչական աշխատանքներ։ Օժանդակ Հայաստանի Հանրապետության միջին եւ նախնական կրթական հաստատություններին ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նյութական բազայի հարստացում եւ կատարել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգում։ Աշխատանքներն ընթանում են մեծ դժվարությամբ։ Քոլեջի տնօրեն Մարատ Սարդարյանին լրջորեն մտահոգում է, թե ինչպես պետք է կազմակերպվեն դասերը մեկնարկող ուսումնական տարում։ Ուրեմն փաստորեն նախատեսված ծրագրով այդ աշխատանքները պետք է սկսվեն 2010 թվականի աշնան։ Բայց մեզ համար անհասկանալի պատճառներով դրանք հետաձգվել են այնքան, մինչև որ հասել է մայիս ամս։ Նոր մայիս ամսին հայտնել է շինարարը եւ ներկայացել է ու սկսել է աշխատանքները։ Հապաղում է աշխատանքները, որը նույնիսկ հապաղում է, մենք հազանգել ենք կրթության գիտության նախարարին անձամբ հազանգել աշխատանքների ընթացքը դանդաղ լինելու պատճառով։ Ու միջամտել են, փորձել են որպեսզի կարողանան ասենք կարգավորել, բայց էլ այդ շինարարը շարունակում է հապաղել։ Դանդաղ է ընթանում, այնքան է դանդաղացրել այդ աշխատանքների ընթացքը, որ երկրորդ փուլը, որ պետք է արդեն իրականացվի եւ պետք է գա նոր շինարարական կապալար ու կազմակերպությունը, հիմա ստացվել այնպես, որ առաջին չվերջացնելով երկրորդ արդեն եկել։ Հիմա մի տեսակ մի քիչ այդպես դժվար կացություն է ստեղծվել, միաժամանակ երկուսը լինելով, ուրեմն նաև պետք է կարողանան այնպես լինի, որպեսզի աշխատանքների կոորդինացնել, այնպես որ իրար ոչ թե խանգարեն, այլ մեկը մյուսին օգտակար լինելով փորձենք ասենք թե այդ դժվար վիճակից դուրս գալ։ Շատ մեծ ծավալի աշխատանքներ են, շուրջ 300 միլիոնի սահմաններում նորոգման շինարարական աշխատանքներին իրականացում։ Հիմա մենք ուղղակի մտածում ենք, որ եթե պետք է նախատեսվել առաջին փուլ, երկրորդ փուլ, պետք է այնպեսներ, որպեսզի ուսումնական գործընթացը կարողանային ասենք կազմակերպել սահմանված ժամկետներում, բայց այսօր դա վտանգված է։ Մեզ համար խնդիր առաջացել, մենք փորձել ենք կրթության գիտության նախարարության հետ ասենք թե հստակեցնել, թե ինչպես են կանելու, միգուցե մենք նաև ունենանք ասենք թե տեղաշարժ ուսումնական գործընթացը սկսելու վերաբերյալ։ Մի քանի ամսվա ընթացքում զգալի աշխատանք է տարվել։ 5 կաթսայատան փոխարեն կառուցվել է մարզադահլիճ, վերանորոգման աշխատանքներ են տարվել շենքի թե ներսում, թե դրսում։ Առանձին հոգացությամբ են ընթանում կոյուղու համակարգի վերափոխման աշխատանքները։ Կապանինորոգշին ընկերության աշխատող Շահեն Թումանյանը վերահսկում է աշխատանքների ընթացքը։ Այսօրվա դրությամբ ներկայացնում ենք նորոշինք ՍՊ-ն, այո, եւ կատարում ենք նկուղային հարկի աշխատանքները, այսինքն հող ենք տեղափոխում, հանում, տանգումած խճի փռում, բետոնացում, 4 հարկից սկսած մինչև առաջի հարկը բոլոր հարկերում աշխատանքներ է կատարել։ Մնում է այսինքն սանհանգույցների խաղճապատի սալիկների տեղադրում, աշճանավանդակներում մնում է բազալտի սալիկների տեղադրում, դրսի աշխատանքներից կատարել ենք կաբելի, այսինքն մալուխի տեղադրում, մինչև ենթակայինց մինչև շենքը, լրի փռված իր ամեն ստանդարտներով, եվրո ստանդարտների համապատասխան տեղադրել ենք։ Կոյուղու աշխատանքներ է կատարում, շենքից հանելով մինչև ողջի գետի անկյունի, որը կազմում է 50 գծամետր։ Այս աշխատանքները մեր մի քիչ դանդաղում են դրա համար, որպես ուրիշ կոլեկտիվը կա, իր հետ չեն համապատասխանում։ Իրանց ուշացումներով մենք չենք կարող ժամանակի մեր աշխատանքները կատարենք։ Բայց քանի որ պարոն Սարդարյանը մեզ տնօրենը քոլեջի մեզ ընդառաջում է, աշխատանքները կատարում ենք առայժմ միջև հիմա ոչ մի խնդիր չունենք։ Դե մոտ ապագայում սպասվում է 4 հարկի տեղադրումը բացկամների երկաթի բազիկների տեղադրում, լամինատ տեղադրում, դռների տեղադրում ու զուգահեռ աշխատանքները բոլոր հարկերում կատարում ենք։ Շահեն Թումանյանի հավաստիացմամբ, եթե աշխատանքները բարեհաջող ընթանան, հնարավոր է ավարտվեն 3 ամսից։ Ուսանողական ամառ 2011-ը Քաջարանում ընթանում է բավականին հետաքրքիր ու հագեցած ծրագրով։ Այն մեկնարկել է օգոստոսի 16-ից եւ եզրագիծը կհատի օգոստոսի 25-ին։ Միջոցառումների ծրագիրը հովանավորել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը։
Օգոստոսի 16-ից Քաջարան քաղաքում մեկնարկել է ուսանողական ամառ 2011-ը։ Նախաձեռնության նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին մեծ խանդավառությամբ, համարձակությամբ ու քաջարանցի ուսանողներին հատուկ վստահությամբ։ Ամառային ուրախ տրամադրությունը նոր արկածների մեծ ցանկությունն ուղեկցում է ուսանողներին։ Նպատակ ունենալով ստանալ Աստծո օրհնությունը, ուսանողներն առաջին հերթին այցելեցին Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Օգոստոսի 16-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ բացման արարողությունը։ Ամսի 16-ին ուսանողական ամառ 2011 ծրագրի բացման արարողությունն էր թիվ 1 դպրոցի բակում։ Նպատակը մեկն է համախմբել մեր համայնքի երիտասարդությանը եւ կայացնել սպորտային, մշակութային միջոցառումներ։ Կարծում եմ, սա նաեւ առիթ է, որ համախմբենք մեր երիտասարդությանը եւ քիչ ավելի հետաքրքիր դարձնենք նրանց առօրյան։ Բացման արարողության ժամանակ բոլոր ուսանողները մեծ տպավորություններ ստացան։ 17-ին կազմակերպեցինք հրակառավարման օր, ծրագրի մեջ ընդգրկված էր Քաջանի բժշկական կենտրոնը, համայնքապետարանը, կոմունալ ծառայությունը, համապիրությունը, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզը։ Իրենց առօրյան բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար ուսանողները կազմել են հագեցած ծրագիր եւ առաջնորդվում են դրանով։ Հինգշաբթի ուսանողներն այցելեցին եղբայրական գերեզմանոց իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենիաց պաշտպաներին։ Արդեն ավանդույթ դարձած ուսանողական ամռան շրջանակներում այդ եղբայրական գերեզմանոց մենք բոլորս ուսանողներս մեր պարտքն ենք համարում ամեն տարի այցելել եղբայրական գերեզմանոց մեր հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին։ Հայրենասիրական մեծ զգացողություն, հոգեկան թեթևություն բոլորիս մեջ, որովհետև շնորհիվ նրանց է, որ մենք այսօր ապրում ենք, որ շփտում ենք, որ կանք եւ ցանկացած ուսանող պետք է զգա իր մեջ այդ պարտավորությունը, թեկուզ այդքան էլ պարտավորություն չէ, դա ցանկություն է ավելի շատ, որովհետև այդ հայրենասիրական ոգին տվել են նրանք եւ պետք է մենք շարունակենք նրանց գործը, նրանց այդ մեծ զոհողությունը կյանքի տեսքով ուղղված է նրան, որ մենք այսօր պետք է ավելի զարգացնենք, բարգավաճենք, ուրախանանք եւ միշտ ժպիտով հիշենք նրանց։ Շատ ուրախ ենք, որ մեր համայնքում, հատկապես մեր քաղաքում Քաջարանում այսօր մեծ տոն է ուսանողական ամառ, հատկապես ուրախ են բոլոր ուսանողները։ Ես անձինս իմ անունից եւ բոլոր երեխան ուսանողների անունից ասում եմ, որ մեծ շնորհակալություն հատկապես մեզ հիմա մեր կողքին կանգնող բոլոր մարդկանց։ Ուրախ ենք այն առումով, որ մեր առօրյան ավելի աշխուժ է լինում, կարևոր է հատկապես նրա համար, որ համախմբվածություն կա բոլոր ուսանողների շրջանում, մեր ավելի հետաքրքիր ենք դարձնում մեր առօրյան, թեկուզ ամեն օր ինչ-որ միջոցառումներ կազմակերպելով, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի էլ նախաձեռնել ենք ուսանողական ամառ, արդեն 2011, միջոցառումը իհարկե ոգեշնչում է բոլոր ուսանողներին եւ ոչ միայն ուսանողներին, արդեն 12-րդ դասարանցիները մեծ ոգեշնչությամբ մասնակցում են, քանի որ նրանց էլ է հաճելի, փորձում ենք ուսանողներս նրանց մեջ ոգեշնչել այդ եռանդը եւ նրանց էլ ենք ներկայացնում հենց ուսանողական ամառ ծրագրի մեջ, որպեսզի հետևեն մեր ծրագրերին եւ ուսուցողական լինի նրանց համար։ Ծրագրի շրջանակներում դպրոցահասակներին ընդգրկելն ինքնանպատակ չէ։ Շփվելով ուսանողների հետ, աշակերտները նրանցից շատ բան են սովորում եւ հաճելի ժամանակ անցկացնում։ Կարողանանք ապագայում ել ավելի լավ կազմակերպել նմանօրինակ միջոցառումներ։ Շատ հաճելի է, օրը շատ աշխուժ է անցնում, շատ հաճելի է մեզնից մեծերի հետ ավելի շատ շփվելը, որովհետև նրանց օրինակները, նրանց խոսակցականը եւ նրանց կրթվածությունը ուղղակի շատ հաճելի է լինում։ Բոլոր նախաձեռնություններում ուսանողների հետ է Քաջարանի քաղաքապետարանի մշակույթ, կրթություն, սպորտ բաժնի պետ Գայանե Համազասպյանը։ Վերջինս ողջունում է նման ծրագրերը եւ ցանկանում, որ դրանք շարունակական լինեն։ Նախ եւ առաջ ես ողջունում եմ մեր քաղաքի ողջ երիտասարդության ուսանողությանը, ավանդական դարձած մեր այս ուսանողական ամառը շարունակական կլինի հետագայում։ Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքապետ
Վարդան Գևորգյանին, նա ամեն ինչ նախաձեռնում է մեր այսօրվա միջոցառումները անցկացնելու համար։ Ինչպես բոլորին հայտնի է, օգոստոսի 16-ին ուսանողական ամառվա բացումն էր, բոլոր ուսանողները շատ մեծ եռանդով մասնակցեցին։ Նպատակն այն է, որ խմբվածություն ենք առաջ, համախմբվում են մեր երիտասարդները։ Ունենք շատ շնորհալի ուսանողներ հանրապետության բոլոր քաղաքներում, Կապանում, Երևանում, տարբեր բնակավարում, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ շնորհալի երեխաներ ունենք, ինչպես նաև սպորտի բնակավարում։ Այժմ մեր ուսանողներից ունենք համահայկական խաղերի մասնակցող, նրանք Երևանում են, այսօր ցավոք չեն մասնակցում մեր այս գեղեցիկ օրվան։ Առաջնահերթ ծրագրի առաջնահերթ խնդիր այն է, որ մեր բոլոր ուսանողությունը հավաքում է եղբայրական գերեզմանում, որովհետև նրանց մոտ պարտավորվածություն է դրված, նրանց շնորհիվ է, որ այսօրվա երիտասարդությունը այսպես առողջ եւ եռանդուն իրենց գործունեությունն է շարունակում։ Ունենք հետագա ծրագրեր, Գանձասար արշավի կմեկնեն, վաղը ինտելեկտուալ խաղեր ունենք, մեր Գեղմասվար քաղաքի Արտակ Աբրահամյանի ջանքերով ամեն ինչ արվել է ուսանողության համար։ Եվ ինչպես սփյուռքահայերին են կանչում Հայաստան, ես էլ կոչ եմ անում մեր ամբողջ Քաջարյանի ուսանողությանը վերադառնալ մեր քաղաք եւ շենացնել այն։ Լավ սկիզբը գործի կեսն է, կարծում են քաջարանցի ուսանողները եւ վստահ են, որ իրենց ուրախ տրամադրվածությունը կպահպանեն մինչեւ վերջ ու հիանալի ժամանց կանցկացնեն։ Ավելացնենք, որ ուսանողական ամառ 2011-ի հիշարժան ճանապարհը կավարտվի օգոստոսի 25-ին, փակման հանդիսավոր արարողությամբ։ 3 օգոստոսի 21-ին Կապանի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի առաջնության հերթական խաղը։ Կապանի Գանձասարը իր հարկի տակ հյուրընկալել էր Երևանի Միկային։ Խաղն ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով։ Աշխարհի ժամանակ նույն իրաց մարզիչը եւ օգնականը մրցանակությունից դժգոհություն են հայտնում։ Հենց առաջի րոպեից։ Հենց առաջ վայսնեց, ուսերն խոսում են, հասկանում եք, ուզում եմ ասել։ Բնական է, իրաց մարզիչն է, իրաց քիչ ինչ որտեղ ասի մրցանակները սենց են, ես կարող ասեմ հետեւյալը։ Գոլից երկրորդ գոլից հետո 200%-անոց մենք դուրս եկանք ու խաղից դուրս վիճակ տվեցին։ Ինչ է նշանակում դա։ Մրցանակները քիչ ընկնում են իրաց հետ, չեմ ուզում կոպիտ խոսք ասեմ, պրովոկացիա կամ ինչ-որ բան, ընկնում են ազդեցության տակ ու սկսում են հակառակ դատել։ Ես վստահ եմ, որտեղ հենց իմ դեմն է եղել, հիմա ես տեսակետությունը կնայեմ ու կտեսնեմ, որ 100%-անոց գծից դուրս եկած 2 խաղից դուրս վիճակ են դնում վերջում։ Կարող է հաշիվը ավելի մեծանալ, եթե հաշիվը դառնալ 3-1, կարծում եմ ոչ մեկ չէր խոսա դրա մասին։ Եթերում խոստուբ հեռուստաընկերության Կապանու լրատվական ծրագրի հիմնական թողարկումներ, ծանոթացեք նաև Ավետիսի տեղեկագրին, բարի գիշեր։